Փոքրիկ խմբակի փոքրիկ ներկայացուցիչը ևս մեկ անգամ փորձել է ինքնահաստատվել իմ անվան վրա և փորձել է անցնել անձնական վիրավորանքների, բայց հաշվի առնելով իմ դաստիարակությունը, չեմ իջնի այդ մակարդակին, կխոսեմ թվերով։ Ներկայացնելով վթարների տևողությունը, փորձել է խեղաթյուրել և մանիպուլացնել Նարեկ Կարապետյանի խոսքը։ Նարեկ Կարապետյանը չի խոսել վթարների տևողության մասին, Նարեկ Կարապետյանը խոսել է վթարների քանակի մասին։ Վթարների քանակը 2024 թվականին կազմել է 1659, ֆորս մաժորը 896, 2025 թվականին վթարների քանակը 2360, ֆորս մաժորը 1602։ Տոկոսային տարբերությունը կազմել է վթարների դեպքում 42%, ֆորս մաժորի դեպքում 78.8%։ Ասացից վառ ապացույցն է հեծի կողմից վճարված տույժերը ժամանակին վթարները չվերացնելու հետ կապված։ ՀԾԿ-ն սահմանել է կարգ, ըստ որի, եթե հեծը չի վերացնում վթարը ՀԾԿ-ի կողմից սահմանված ժամկետում, վճարում է տույժ բաժանորդներին։ 2024 թվականին հեծը վճարել է բաժանորդներին 251.8 միլիոն դրամ, 2025 թվականին մոտարապես 255-ից 260 միլիոն դրամ, դա էլ իմիջիայլոց առանց Էրեբունու վթարների։ Ուրիշ էլ ինչ կարելի էր սպասել, բազմաթիվ անգամ սահմանությունը խախտած, Արցախը հանձնած և պետությունը կործանման հասցրած այս փոքրիկ խմբակից։ Մեր խնդիրը ժողովրդին ճիշտը ներկայացնելն է և իմիջիայլոց ինչ եղավ իմ կողմից առաջարկված ուղիղ եթերում բանավեճը, որի ժամանակ պարզ էր դառնալու ամեն ինչ։